Շրջափակումը սկսելուց ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող կամ իշխանություններին մոտիկ գտնվող տելեգրամյան ալիքներից մեկը տվեց սցենարը, թե ինչ է լինելու։ Եվ եթե կհիշեք այդ տեսանյութը, որ կոչվում էր անգամ վայրի կատվին կարող ենք ընտելացնել։ Եվ այն ինչ տեղի ունեցավ ամբողջությամբ կատարվեց հենց այս սցենարով։ Տպավորություն էր, որ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ուր որ է կբացվի։ Իրադարձությունների զարգացումը, սակայն, այլ բան էր հուշում։ Ամեն ինչ սկսեց իմ կարծիքով բռնայան գործընթացում, երբ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, եթե ժամանակագրության նայեք, տեսեք դրանից հետո ինչ հետևեցին, դրանից հետո հետևեց Արցախի բլոկադան, հետո ամբողջական պաշարում, հետո ռազմական գործողություններ։ Սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ մեր բռնի տեղահանումը որոշակի կոնսենսուս ուներ միջազգային հանրության դերակատարների շրջանում, ընդ որում եւ արևմտյան դերակատարներ, Եվրոպական միություն եւ ԱՄՆ եւ նաեւ Ռուսաստանի կողմից։ Պլանային վիրահատությունները երբ կանգնում են, անհետաձգելի վիրահատություններն են կատարվում, որպեսզի խնայվի այն դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարը, որ ունենք մեր կամ հիվանդանոցների բժշկական պահեստներում։ Արցախի շրջափակման օրերին Երևանում եւ Ստեփանակերտում պարբերաբար կազմակերպվում են հանրահավաքներ։ Շրջափակված 120,000 հայի ճակատագրով մտահոգ մարդիկ փորձում են գրավել միջազգային հանրության ուշադրությունը օր առաջ կանխելու հումանիտար աղետն Արցախում։ Ավելի քան 9-ամսյա շրջափակման պայմաններում արցախցին դիմակայում էր, մի կերպ սնունդ հայթայթում, բայց մերժում Բաքվի այսպես կոչված մարդասիրական օգնությունը։ Պարբերաբար անվտանգության խորհրդի նիստերում պաշտպանության նախարարի կողմից զեկուցում էր բազմաքանակ այդ թվում ծանր սպառազինության հատուկ ջոկատայինների մեծ կուտակումների վերաբերյալ, այդ թվում խաղաղ բնակչության մոտակայքում, բայց մշտապես նշում էր, որ պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնել իր վրա դրված խնդիրները, ինչը ռազմական գործողությունները սկսելու պես կատարվել են։ 2023 թվական 19 սեպտեմբերի ժամը 13:10-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցնում Արցախի բոլոր բնակավայրերի ու պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Ինչ պետք է աներ հյուծված, վառելիք եւ սնունդ չունեցող, միայնակ մնացած Արցախը տասնյակ անգամներ գերազանցող թշնամու ուժերի դեմ։ Սակայն Արցախը որոշում է չհանձնվել եւ տալ իր արժանապատվության մարտը։ Ես գնահատում եմ, որ պաշտպանության բանակը, այդ թվում ուժային կառույցները, մեր քաղաքացիական բնակչությունը կանգնել է պայքարելու եւ պաշտպանելու մեր հայրենիքը եւ հասկանալով, որ իրենց հետևում իրենց ընտանիքներն են, իրենց հետևում կանգնած է իրենց երեխաները, մայրերը, քույրերը, իրենք չեն նահանջել եւ ունեցել ենք դեպքեր, երբ դիրքերը միջև վերջին փամփուշտ կրակած մեր զինծառայողների դերն ենք հայտնաբերել։ Գաղտնիք չէ, որ թեկուզ մեկ օր, բայց թշնամին կրկնեց անգամներ ավելի սոհեր ու վիրավորներ տվեց։ Եվ այդ էր պատճառը, որ հետագա դեսկալացիայի շարունակում պատերազմական գործողությունների կբերեր մի բանի, թշնամին կունենար անգամներ շատ զոհեր, բայց մենք կունենայինք խաղաբնակության շրջանում իրականում կոտորած։ Ելնելով ստեղծված իրավիճակից Բաքուն վերջնագրեր է ներկայացնում Ստեփանակերտին, նաև պահանջելով պատանդ մնալ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ռազմական գործողությունները 23 թվականի սեպտեմբերին դադարեցնելուց հետո ադրբեջանական կողմը ներկայացրել է պահանջ, որը պետք է արտացոլվեր Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից համապատասխան հռչակագիր ընդունելով, որտեղ
պարտադրում էին, որ արցախցիները պետք է հրաժարվեն 30 տարվա իրենց պայքարից եւ պայքարի ընթացքում ստեղծած արդյունքներից, լուծարել ազգային ժողովը, պետական բոլոր մարմինները, պաշտպանության բանակը եւ որպես հիմք նշում էին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի լիիրավ սուվերենիտետը այդ տարածքների նկատմամբ, Արցախի նկատմամբ եւ հաշվի առնելով այդ հանգամանքը մեզ ստիպում էին, որ մենք ընդունենք նման որոշումներ, ինչը մեր կողմից ընդունելի չէր եւ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի իրավական դաշտում չունենանք խնդիրներ Արցախի հետագա պահպանման համար։ Ասում չու ես հողեք այդ կրով տեսնա։ Մենք զոհեր ենք ունենում մարտի դաշտում, իսկ մյուս կողմից մենք լսում ենք մանկան ճիչեր։ Ինչ է դա խորհրդանշում։ Իհարկե, նոր կյանքերը միշտ խորհրդանշում են ապագան։ Իսկ եթե Ստեփանակերտի ծննդատանը, նաև Արցախի բոլոր շրջաններում այդ օրը հիվանդանոցներում լսվել է մանկան ճիչեր, ուրեմն մենք կրկին վերադառնալու ենք։ Իսկ տունդարձին սպասում են բոլորը։ Անկախ նրանից, թե որտեղ են ապաստանել պատերազմից եւ բռնի տեղահանումից հետո։ Պատասխանը երկար փնտրել պետք չէ։ Արմատն իր հողում է հզոր։ Արցախցին պետք է ապրի Արցախում, ինչպես պատմության բոլոր շրջափուլերում, որ հարատևի Արցախի Հանրապետությունը եւ նրա հերոսական ժողովուրդը։ Արցախցի դեռ 91 թվականին սեպտեմբերի 2-ին կայացնելով իր որոշումը եւ հանրաքվեով հռչակվելով որպես անկախ հանրապետություն, մինչև վերջ պահպանել է եւ պայքարել է իր որոշման համար, իր հայրենիքում ապրելու համար։ Մեր պայքարը տևում է 30 տարուց ավել եւ ես համարում եմ, որ այն դեռ չի ավարտվել, չի կարող Արցախի հարցը համարվել փակված, քանի դեռ արցախահայության խնդիրները չեն ստացել արժանապատիվ եւ արդարացի լուծում։